ես մեր պայմանի մասին չեմ մոռացել։ Ես հայտնվեցի քո կյանքում ու ուզում եմ հիմա այնց անեմ, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Խելագարը։ Պապ։ Պապա։ Հա, բան ես։ Պապ, ես մի քանի րոպեով դուրս եմ գալիս, դու տանն ես, չէ՞։ Տանն եմ անest։ Ոնց ես բարես։ Լավ եմ։ Դուրս ես գալիս։ Հա, խանութ եմ գնում։ Հա։ Ոչ եմ խանգարում։ Չէ, առաջարի։ Հա։ Ոնց եք, հարմարվել եք։ Դե դու նայելի, ինչի չպետք է հարմարվենք։ Լավ ամեն ինչ։ Երեկվա թեման պարզվեց։ Այնքան բան պարզվեց, որ երևի ավելի ճիշտ է չպարզվեր։ Առաջ անցի, գնանք նստենք։ Ինչ ես անում այստեղ։ Գիտեի, որ ստեղ կլինես։ Բայց ինչ ես եկել այստեղ կամ որտեղից գիտես մեր հասցեն, եթե մենք նոր ենք տեղափոխվել։ Լիզա, հետաքրքիր մարդ ես։ Մարդիկ Մարս են թռնում։ Ես քո հասցեն չեմ կարող իմանալ։ Ես արդեն սկսում եմ քեզնից վախենալ։ Ինձ այնց վախենալ պետք չի, բայց կարող ենք մի կողմ քայլել, քեզ չտեսնեմ։ Նոր հասկացար։ Չէ, նոր չեմ հասկացել։ Արի, գնացինք։ Արի։ Ես կգնամ առաջ, դու իմ հետևից արի։ Վիգեն, այդ ինչ է պարզվել, որ ավելի լավը չպարզվեր։ Էջ, գործերիս հետ է կապված։ Լուրջ բան է։ Գործը գործ է մնում։ Գործից տանա չեմ ուզում խոսամ։ Ես ինչքան էլ վստահ ես, 1000 բան է լինում, էլի։ Հանելուկները չեմ հասկանում, Վիգեն։ Հանելուկ չկա։ Ուղղակի գործից տանա չեմ ուզում խոսեմ։ Ինչ է ինձ նոր ես ճանաչում։ Լավ, ոնց կուզես։ Մի բան կխմես։ Չէ։ Ուղղակի եկա իմանամ ոնց եք, երբ եք գնում։ Այդ հիվանդանոց պայմանավորված է, փողը հերիքում է։ Փողը հերիքում է, շատ փող պետք չէ։ Հա։ Բայց ոնց տենց եղավ։ Դե բարի գործական ընկերություն կա, մի մասը վճարելու է։ Այդ ինչ լավ հաջողություն է։ Այդ երբ է հայտնվել այդ նորությունը, բան չէիր ասել։ Դե նոր է եղել։ Լավ, հաստատ բան չես խմի։ Չէ։ Ես շատ քիչ ժամանակ ունեմ։ Երեք շատ սիրուն էիր։ Ես դրա համար չեմ եկել հանդիպման։ Որ սիրուն էիր, չասեմ սիրուն էիր։ Շնորհակալ եմ, լսում եմ։ Եթե հովում պարզի ամեն ինչ, իմացի ես քո կողքն լինելու։ Ուզում եմ ուղղակի իմանաս դա։ Եթե դու անընդհատ մեր ճանապարհին չհայտնվես, ոչ մի բան պարզելու կարիք չի լինի։ Հովոն զգում է, որ մեր մեջ ինչ-որ բան կա, ու ամեն ինչ մանրամասնելու է, որ հասկանա, այդ տենց է թե չէ։ Ուղղակի ուզում եմ, որ դու չհիասթափվես, որ սիրտը չկոտրվի։ Ինչի պիտի հիասթափվեմ։ Այսքանը որ քեզ ասացի, դրա մեջից ամենաշատը քեզ հետաքրքրեց հիասթափվելը, թե արդեն։ Ինչ ես խոսում, չեմ հասկանում, ինչի եմ եկել քո հետ հանդիպման։ Բուն թեմային կանցնես։ Հեռախոսով խոսալուց քեզ բան ասացի, իբր չլսելու տվեցիր։ Լիզ, ես չեմ հասկանում հետս ինչ է կատարվում։ Ես ինչ չեմ ճանաչում, մեկը կողքից պատմեր կարող է կատակի տայի։ Եթե ինձ դու մի այսքան հնարավորություն տայիր, ես քեզ կփախցնեի կտանեի։ Գնամ արդեն երևի։ Դու կգնաս, բայց ինչ անեմ։ Ես քեզ էլ չեմ մոռանա։ Ես քեզ եմ սիրել ու այդ հաստատ։ Լիզ, սրտից ձայնը լսում ես։ Լսում ես։ Ես սիրում եմ քեզ։
Գոնե այդ զգում ես։ Ասում եմ, քեզ sense մի հատ նկարեմ, ուղարկեմ մաշին։ Կարող է գուզես սամիտով ծեծ ուտեմ, Արա, բայց քո կյանքն էլ կյանք չի, լուրջ եմ ասում։ Մարդիկ իրենց կանանցից ինչ են թաքցնում, դու ինչ ես թաքցնում։ Խնդասկը, բայց դպես է, ամեն մի ադմ բուրգեր ուտելուց մեղքի խորը գիտակցում ունիմ, որ հանցանքի վաղ տեսազանք կեն է։ Այդ արդեն սկանդալ, չէ։ Սկանդալ սիրու պրձար, ես տունը առողջ ապրելակերպի, անեմ ինչ էր այդ բառը, ջատագով եմ, չէ։ Օրինակ դու գիտես, չիայի սերմը, քինոանդոնք ինչեր են Ընկնում է, յա։ Քինոան այդ հին փարավոն չէր։ Չէ, ախպեր, սպասի մաշի ձևերով սեմ։ Քինոան դա երկնային բարիքների գագաթնյա կետն է։ Ապեր մի խոսքով երկկենցաղ մարդ ես, էլի։ Կարևորը դուրսը կհիշեմ, էլի որ կյանք կա։ Ընկերս, բայց դու որ մաշին լսես, կյանքը տիրոք կերկարի։ Բայց պիտի կրնանամ, չէ՞ որ լսեմ, ախպերս։ Լավ, դու սա ձեզնից ինչ կա։ Մեզնից բան չէ։ Դե գիտես, Ադելի այդ գնալու պահերն է։ Չես փոխել էլի բնավորությունդ քեզ։ Ադելի գնալու պահերն է, մի խոսքով տենց էլի այդ հարցերով են գնագա ու տենանք ինչ են կանում։ Ախպերս, դու արի ինձի լսե, քանի Ադելը ստեղ չէ, ծեր ամուսնանալու պահերը կազմակերպեք, էլի։ Չէ, դե արտը տենց չի լինի, ախպերս։ Ինչի՞ չի եղնի, ապ։ Մեկ էլ վիզայի մերը նոր է մահացել, չէ, հարսնիկ պիտի չենեք, ախպեր ջան։ Մի քանի Ադելը ստեղ չէ այդ հարցերը լուծեք, հետո հետ կուկա գիմանա, դե արդեն բացադրել է, հասկանալ են, տունել չընդունել է, հազար ու մի հարց կբացվի, չէ։ Բայց որ խորանում եմ լավ բան ես ասում, գիտես, լոգիկայի մեջ է։ Գիտեմ, դու արի ինձի լսե, իմ սածովս էլ էրա։ Լավ բան ես ասում։ Դու հիմա շատ վատ բան ես անում իմանալով, որ ես նշանված եմ։ Արդեն հասկացա, որ քեզ ոչ մի զանգել չի եկել, իզուր եկա։ Ես երեքին շատ վատ եմ զգացել։ Մտածեիր ու չմիանայիր մեզ։ Եթե քեզ թվում է ես իմացել եմ դու ունդեղ ես եղել, չարաչար սխալվում ես։ Ուղղակի հովոն հասկացել է, որ մեր մեջ ինչ-որ բան կա։ Ես ոչ մի բան էլ չեմ մտածում։ Ուղղակի գիտեմ, որ չպետք է գայի քեզ տեսնելու։ Այդ ամեն ինչը հովոն էր կազմակերպել։ Իբր չես հասկացա, որ ինչ-որ բան ստուգի։ Զգացել է, որ մեր մեջ ինչ-որ բան կա։ Մեր մեջ ոչ մի բան չկա։ Նենց մի արա, որ ես ինձ ավելի վատ զգամ։ Մեր մեջ ոչ մի բան չկա։ Ու հովոն պարզելու բան չունի։ Եթե ինչ-որ բան կասկածում է, ես եմ մեղավոր։ Կներես ինձ։ Կներես, որ եկա ու սենց մտա քո կյանք։ Դու իմ կյանք չես մտել։ Հաստատ։ Լավ, մի չղայնացի։ Ուղղակի ես երդվում եմ այդ զանգը ինձ եղել է ու կարող է քեզ էլ զանգեն։ Ինձ ու քեզ կանչեն միտեղ հանդիպման ու ինձանից էլ լավ ես հասկանում ինչի համար։ Ինձ թվում է դու սենց բաներ ես մտածում, որովհետև զուտ դետեկտիվը քո ապրելու ժանրն է։ Կարա լինի, բայց ես հաստատ այդ դեպքը չի։ Լավ, այդ հասկացանք։ Այդ ամեն ինչը կարող էր եւ հեռախոսով ասել, չէ՞։ Հիմա քեզ մի բան տի խնդրեմ։ Մենակ մի քիչ հետ գնա, որ չխփես էլ։ Ասա։ Դու ուզես չուզես իմ հետ պետքա կապի մեջ լինես ու ասես հովոն ինչ անում ում հետ է խոսում։ Գժվել ես։ Ես քեզ պիտի տեղյակ պահեմ իմ նշանածից, որ դու ինձ պաշտպանես իմ նշանածից։ Դու գժվել ես։ Եթե ես չիմանամ, չեմ կարողանա քեզ օգնեմ, Լիզա։ Ինձ պետք չի օգնել։ Եթե ուզում ես ինձ օգնել, ուղղակի մեզ մի խանգարի։ Հովոն կհասկանա, որ անիմաստ է իր կասկածները տեղին չի ու հետ կկանգնի, հաջողություն։ Որ մտածում էիր այսքան նկարային հեռախոսով խոսային։ Ինչի եկար հետս հանդիպման։ Թե դժվար է խոստովանելը, որ դու էլ ես ուզում։ Ինչ էլ ասես լավ կանես։ Ես եմ մեղավոր։ Տես, էլի այդ համարն է զանգում։
Ալո, Մենք այսօր արդեն խոսել ենք։ ով եք կներկայանաք։ Իմ ով լինելը կարևոր չի։ Կարևորը այն ինֆորմացիան է, որ պիտի իմանաս։ Եթե չեք ներկայանալու, այդ ինֆորմացիան էլ ինձ չի հետաքրքրում։ Մամայիդ խնդրանքով եմ զանգել։ Մամայից։ Վիգեն, ինձ էլ թվաց, թե ուրիշ հարցով ես եկել։ Չէ։ Ուղղակի եկել եմ Ադելի մասին իմանամ, Հա, ուրեմն ինձ թվաց։ որ բան լիներ կասեի, էլի։ Մենք ո ուրիշ մարդիկ չենք, մենք վստահում ենք, չէ, իրար։ Ինչ ունենք չվստահելու։ Հա? Ադելը Զարթունա, տեսնեմ երեխուն։ Հա, Հա, ուզում ա քեզ տեսնի։ Որտեղ է ինքը։ Երևանում, հա։ Հա, Երևանում եմ։ Ու լավ կլինի դրա մասին մենակ դու իմանաս։ Ու լավ կլինի, որ հարցեր չտաս։ Դու ով ես, ինչ կապ ունես մամայիս հետ։ Արդեն ասեցի, իմ ով լինելը կարևոր չի։ Եթե ուզես հանդիպել, ասա ես կկազմակերպեմ։ Որոշես, զանգի։ Ավետ։ Ավետ ինչ եղավ։